Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի համար այսօր շատ կարևոր հիշարժան օր է։ Մենք ամփոփեցինք հոգևոր հոգեբանական աջակցության վերաբերյալ վերապատրաստման ծրագրի առաջին մակարդակի, առաջին խմբի աշխատանքները ծրագիրը։ Արդյունքում 48 հոգու վերապատրաստումը իրականացրեցինք 40 ժամ տևողությամբ։ Առաջիկայում մենք պլանավորում ենք սկսել երկրորդ փուլը, որի շրջանակում արդեն 25 մասնագետներ կծանոթանան, կտիրապետեն պրակտիկ գործնական աշխատանքներ։ Մեր շարքերը այս վերապատրաստման երկու շաբաթների ընթացքում գրեթե չնոսրացան։ Դուք ինչպես հետաքրքրված սկսեցիք, այնպես հետաքրքրված հիմա ես ձեր հայացքներից եմ կարդում հասակ այս հանգրվանի, այս կանգառի։ Եվ իրոք շնորհավորում եմ բոլորիս այս առիթով։ Որը անեցա խոսում էր, որ առաջին վերապատրաստման առաջին շրջանը ավարտեն, գիտեմ որ մարմնը տող ամուսնում այդ սկանցողություններ, շնորհում եմ ձեզ։ Ես կարծում եմ, որ ունենք լավ մոտեցում հոգևոր հոգեբանական, որը անշուշտ ահագին լավատման կարիք ունենալու հետագա տարիների ընթացքում ու ես տենց հույս ունեմ, որ դեզանի յուրաքանչյուրը դրա մասը ինչ որ փուլում կարող է վրա օգնելու ամես, որ ինքը ավելի լավանա։ Ես նստած ուղղակի մի պահ մտածում եմ, ես բազմաթիվ տրեյնինգներ եմ անցել, բայց այս դասընթացը ինչով տարբերվեց ինձ համար, որ երբեք չէի մտածի, որ հայկականությունը, որ մեր մշակույթը կարող է դառնալ գործիք եւ կարող է դառնալ խմբային աշխատանքի համար այնպիսի գործիք, որը կարող է կոլեկտիվ տրավմայի հաղթահարման ուղղված լինի։ Շնորհակալ եմ այն մթնոլորտի, այն ապահով միջավայրի համար, որ դուք ստեղծել եք։ Մենք ձեր վերապատրաստումներին անձամբ ես շտապում ենք այնպես, ինչպես մարդ իր տուն է շտապում ու որսացել ենք, շնչել ենք ձեր տված յուրաքանչյուր տեղեկատվություն։ Այն, որ լիքը բան անհնար է, այլևս դարձել է հնարավոր եւ շնորհիվ նաեւ Աֆեան ընտանիքի առատաձեռն աջակցության հիմնադրամի ծրագրերին մենք ձեր հետ միասին անշուշտ վերապատրաստման ողջ ցիկլը ավարտելուց հետո ավելի մեծ համայնքով սա անշուշտ հասցնելու ենք շատ տարբեր գործընկերներ, բայց հասցնելու ենք մեր հայրենակիցներին, ովքեր ունեն դրա կարիք, որովհետև կարիք ունեն, վստահ եմ դուք ձեր մասնագիտական գործունեության մեջ տեսնում եք դա ամեն օր բոլորը ունեն դրա կարիքը, իսկ մենք պատրաստակամ ենք եւ բավական խիզախ, որպեսզի այդ աջակցությունը տրամադրելուց չերկնչենք, չերկմտենք եւ գնանք առաջ։